գլխավոր ճարտարապետ, ճիշտ եմ, չեք եղել, հա։ Երևանի նախկին հավաքանու անդամ Հրաչիկ Պողոսյանը եւ գրող Ուսիկ Արան։ Խոսելու ենք Անաստաս Միկոյանի արձանի մասին։ Երևանի հավաքանու որոշմամբ Երևանում տեղադրվելու է Անաստաս Միկոյանի արձանը։ Սա հանրային կրքեր է բորբոքել, կան տարբեր կարծիքներ։ Ես կխնդրեմ մեր բանախոսներին իրենց մոտեցումն ասել։ Պետք է Երևանում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, թե ոչ։ Ինչ եք կարծում, պարոն Պողոսյան, սկզբից ձեզ լսենք, հետո ձեզ ապան։ Ես կարծում եմ, հենց սկզբից ասեմ, որ իհարկե ոչ, բայց մի փոքր պարզաբանում է երևի հարկավոր, թե ինչու ոչ։ Առաջինը ես կարծում եմ, որ ընդհանրապես նման քաղաքական գործիչների արձաններ չի կարելի դնել մի քանի պատճառներով, որովհետև քաղաքական կյանքը այնպեսին է, որ տարիների ընթացքում ամեն ինչ փոփոխվում է, ամեն ինչ մեկ էլ տեսար շուռ է գալիս հակառակ ուղղությամբ, այդ քաղաքական գործիչները այսօր լավն են, մյուս օրը պարզվում է, որ վատ են, նայած թե ինչ հասարակություն է տվյալ պահին։ Եվ մեր դարափորձը ցույց է տալիս, որ ստիպված են լինում հետո քանդել այդ արձանները, ոչնչացնել այդ արձանները, եւ դա վերում է եւ մտքերի խառնաշփոթ եւ հոգեբանական ծանր վիճակ ժողովրդի մոտ։ Ես կարծում եմ, որ նման դեպքերում պետք է ուղղակի զգույշ լինել եւ ընդհանրապես այդ սովորությունը վերացնել։ Ես մինչև անգամ կասեի, որ փողոցների անուններն էլ իզուր են դնում մարդկանց անունով։ Եթե դուք հիշում եք, մեր փողոցները այս 70 տարվա ընթացքում, հետո էլ 20 տարվա անկախության տարիներին բազմիցս անգամ փոխեցին իրենց անունները։ Մարքսը դարձավ Ամիրյանը։ Այնքան փոխվեց, ես ծնվել եմ Երևանում, իմ հայրս էլ, պապս էլ ծնվել են Երևանում, ես այնպես է լինում, որ փողոցների անունները ուղղակի չգիտեմ, որ փողոցը այսօր ինչա կոչվում, պետք է նայեմ այն հատուկ բաների մեջ, որպեսզի գտնեմ։ Պետք է պահպանողական լինել, պետք է այնպես անել, որպեսզի այդ անվանակոչումները, արձանները եւ այլն, նրանք լինեն հավերժ կատեգորիաներ։ Օրինակի համար կան երկրներ, որտեղ փողոցները համարներով են կամ ասենք թե ինչ որ ծառերի, ծաղիկների անունով բան եւ այլն։ Այդ այնպիսի բան է, որ լավության փոխարեն որոշ մարդկանց դուրս է գալիս վատություն։ Այդ ազգային գործիչը կոնկրետ հիմա Միկոյանի մասին չի խոսքը, բայց կան մարդիկ, ովքեր լուրջ ծառայություններ են ունեցել անցած դարում։ Հիմա նրանք բանից պարզվում է, որ ընդունելի չեն արդեն։ Դուք հիշում եք, որ մեր այս անկախության տարիների սկզբում բազմաթիվ արձաններ, փողոցներ փոխվեցին, մինչև անգամ հասավ նրան, որ ասենք Չեխովի արձանն էլ հանեցին։ Հետո նորից ճիշտ է տեղադրեցին իր տեղը, բայց այսինքն այս բոլորը ասում են մասին, որ պետք է ավելի առաջ մտածել, ավելի հեռու մտածել։ Հիմա կրքերը իսկապես բորբոքվել են եւ Միկոյանի մասին փաստաթղթեր են ի հայտ գալի եւ այլը։ Նու ես մի քիչ ավելի միգուցե տեղյակ եմ այդ բոլորին, որովհետև ապրել եմ այն տարիներին, երբ Միկոյանը քաղաքական մեծ դեմք էր սովետական միությունում։ Այդ բոլորը իսկապես այդպես է։ Դրա համար հիմա, երբ որ մենք արդեն որ դուք ասում եք մեծ դեմք է, հենց դրա համար էլ ուզում են դնել, որ մեծ դեմք է, այ դրա համար։ Մեծ դեմք էր այն ժամանակվա համար։ Հիմիկվա համար արդեն մեծ դեմքերը ուրիշ են։ Կարող է պատահի ինչ-որ ժամանակներ կան, որ այդ մեծ դեմքերը ընդհանրապես այսօրվանն էլ փոխվեն, հերիք հասարակարգը փոխվի, նորից մի հատ հեղափոխություն լինի, բանով բացառված չի։ Դա դժբախտություն է իհարկե հեղափոխությունները ընդհանրապես, բայց կյանքն է այդպեսին։ Ինչ վերաբերում է կոնկրետ Միկոյանին, ես կարծում եմ, որ Միկոյանը լինելով խորհրդային տարիների խոշորագույն մարդկանցից մեկը, իհարկե իր կենսագրությունում կան փաստեր,
որոնք ասում են այն մասին, որ այն ժամանակվա կարգերին համապատասխան, այն ժամանակվա իդեոլոգիային համապատասխան, նա գործել է բավական դաժան եւ կտրուկ ու արել է շատ բաներ, որոնք այսօր մեր ժողովուրդը չի կարող ընդունել եւ ընդհանրապես այդ արձանը չի կարելի դնել այսօր։ Ես ճիշտը որ ասեմ, չգիտեմ թե նախաձեռնողը ով է, ում կողմից է այդ նախաձեռնությունը, որտեղ Երևանի ավականին, եթե քննարկում է որևէ անվանափոխություն կամ անվանում փողոցի, չգիտեմ, շենքի, դպրոցի եւ այլ, լինում է այսպես, նա մի որևէ կազմակերպություն դիմում է քաղաքապետարանին, որ խնդրում ենք այս ինչ բանը քննարկել, տալ ձեր հավանությունը։ Նախաձեռնություն չի եղել, այդպես հատուկ դիմող չի եղել, քաղաքային իշխանության նախաձեռնությունն է, ըստ նախագծի։ Չեմ հավատում, չի կարող այդպես լինի, որովհետև քաղաքապետարանը… Գլխավոր ճարտարապետի նախաձեռնությունն է, այսպես է, ըստ նախագծի։ Դուք վստահ եք։ Նոր Ստեփան Էստեղեր Սաֆարյան, որը ավականու անդամ է, ինքը այդպես ասաց։ Ես չեմ ստուգել հատուկ։ Գլխավոր ճարտարապետը, չգիտեմ, ինչու պիտի գործնա գլխավոր ճարտարապետը Միկոյանի ոչ թորն է, ոչ բարեկամն է, ոչ… Գուցե իրեն ասվել է, ինքն էլ այդպես իրավունք ներկայացրել, ինչ ասեմ, չգիտեմ։ Մի խոսքով իմ կարծիքը այդպեսին է։ Տվյալ պահին։ Լսենք ձեր կարծիքը։ Ես նախ կարծում եի, որ պարոն Պողոսյանը պետք է կողմ լինի արձանը դնություն, բայց բարեբախտաբար, ուրեմն այդտեղ երկու հստակ ուղղություն կա, արձանը ինչու են ուզում նախաձեռնել դնել եւ ինչու պետք չի։ Նախ ես ասեմ շատ համառոտ, դեռ փոքր տարիքից, երբ ես երեխայի, միշտ մշտապես լսել եմ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը միշտ բացասաբար արտահայտվել Միկոյանի մասին։ Մենք գիտենք, որ մեր ժողովուրդը շատ հատուկ վերաբերմունք ունի, սեր, հարգանք, մեծարանք իր նշանավոր մարդկանց մեծերի նկատմամբ։ Բայց այդ մարդկանց շարքում չի եղել Միկոյանը։ Միկոյանի անվան հետ կապվում են մի շարք արդեն պարոն Պողոսյանն էլ ասաց ցավալի դեպքեր։ Ես նաև կարդացել եմ 89 թվականին նրա տղայի, որ Մոսկվայում է ապրում, պատմական գիտությունների դոկտոր է, նրա հուշերը, որտեղ արդարացնում էր, որ ասում էր, եթե հայրս հայամետ քաղաքականություն վարեր, այդպես ընդգծված չլիներ, Ստալինը նրան կմեղադրեր հայասիրության մեջ եւ այո, կաշին փրկելու համար, կա 37 թվականին, ես նոր էլ առավոտյան կարդում էի, որ գնդակը հարվողների թիվը կրկնապատկել, այնտեղ ասում է 700 ավելացրել է։ 37 թվականին գալիս է Հայաստան, որոնք ըստ գիտենք 37 թվականին ինչ մարդիկ գնդակարվեցին։ Հիմա ասում է բան արել, թիվն ավելացնել 700-ով։ Իհարկե 2000-ով է ավելանում։ Այսինքն այդ մարդը նպաստել է, եթե ինքը չլիներ, այդքան մարդ չէր ավել գնդակարվի։ Նաև հիմա ասել են նվազեցնել այդ թիվը։ Չէ, դա փաստեր կան, մեկ բան չի, նաև 26 կոմիսարների հետ է կապվում։ Միակ մարդն է եղել 26 կոմիսարներից, ում չեն գնդակարվել։ Հա, եւ այդտեղ եղել է, ասենք անգլիական ապ, ասում են Ստալինն ինքն է իմացել Բերյան մեջը, դա մատնություն է եղել։ Այս ամենով հանդերձ 26 կոմիսարներին։ Դա մութ է, ոչ ոք չի կարող, բայց նաև ասում են այդպես, իսկ այդ 37 թվականից նաև մեր ժողովուրդը չի մոռանում լավ արածը։ Նա ընդհանրապես մեկ լավ բան է արել, որ նա այդքան էլ իր էական չէ։ 54 թվականին երբ գալիս է Հայաստան, նրան մոտենում ասում են, արդեն Ստալինը մահացել էր, սաղկել էր, ինչ էր եղել, էական չի, որ թույլատրեք տպվի Ռաֆին, Չարենցը եւ այլն։ Ասում է լավ 55-ին տպվեն, բայց անկախ նրանից ինքը ասեր այո թե ոչ, մեկը տպվելու էին, արդեն ժամանակները փոխվել էին։ Այդ մի լավ բանն էլ չի մոռացել ժողովուրդը, բայց մշտապես պատահական չէ, որ նրա նկատմամբ բացասաբար վերաբերվել չի սիրել, հատկապես ասենք ինչու Միասնիկյանին, Խանջանին, չգիտեմ մյուսներին, ասենք սիրել է։ Նախ դրա համար, եթե հասարակության մեջ այդպիսի բան կա, ես առաջարկում եմ, սա ժողովրդավարական երկիր է համարվում, որքանով է ես չգիտեմ, նախ հասարակական լսումներ անցկացնել, դուրս գալ փողոց, չգիտեմ, հասարակական կարծիք, հա, սոցիալական հարցում անցկացնել, կողմնորոշելու համար մարդիկ ինչ են, ցանկանում են թե ոչ։ Ի վերջո դա դրվում է Երևանում, հասարակական վայրում, բոլորն են տեսնելու, եթե անգամ թանգարանում դրվի, էլի թանգարան հասարակական վայր է համարվում։
նախ թող այդ հարցումը կատարվի։ Մարդիկ դեմ են, չեն ցանկանում։ Եվ երկրորդ, ինչու հատկապես հիմա, երբ մաքսային միություն ենք մտնում, սա է շատ կարևոր այդ քաղաքական երանգը։ Ինչու հատկապես հիմա է որոշում կայացվել։ Միանշանակ նաև կապվում է, ինչու ինքը աշխատել է Կրեմլում, հա, եղել է այդ Պոլիտբյուրոյի անդամ, այսինքն հայ Մոսկվայում, Պոլիտբյուրոյում մի ուժ, որ նաև դեսպոտ է եղել մեզ համար, որի անվան հետ կապում է շատ ծանր բան։ Ինչ է նշանակում դրվել արձանը, հիմա չգիտեմ Մոսկվայի քաղաքականությունը որն է։ Դրվել մի մարդու արձան, որը այն ժամանակ եղել է բռնի ուժի մարմնացումը Մոսկվայում հայերի համար։ Ես կապում եմ նաև մաքսային միության հետ դա կապվում, իմ կարծիքով, նաև հիմքեր ունեմ ենթադրելու հատկապես ինչու հիմա։ Եվ հետո շատ նորմալ մարդիկ ունեն, թող նրանց արձանները դնեն, ինչու են մի կողմ։ Բոլորը նորմալ են։ Համենայն դեպս ում կարելի ասել, որ չէ, ում էլ ասենք հանեցին, լավ, Լենինին ինչու հանեցին։ Հանեցին, որովհետև հական Բայց Միասնիկյանը եղել է նվիրյալ մարդ անկախ նրա կուսակցական պատկանելիությունից։ Միասնիկյանը, Խանջյանը, Շահումյանը, նրանք ուղղակի մեկը դաշնակ է եղել, մյուսը բոլշևիկ եւ այլն, նրանք նպատակ եղել ազգը փրկելու։ Ասենք այդ կուսակցության մեջ մտնելը նայի կենսագրությունները որևէ բիծ չեն գտնի Միասնիկյանի կենսագրության մեջ հակահայկական կամ Խանջյանի կամ մյուսների այդ մասին է խոսքը։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե Միկոյանի բոլշևիկ լինելն է, կամ իր Պոլիտբյուրոյի անդամ լինելը կամ Կրեմլում աշխատելը, այլ իր վարքը, այո, իհարկե, մենք ասում ենք, որևէ մեկը չի ասում հանենք Միասնիկյանի արձանը կամ Շահումյանի կամ Խանջյանի կամ մյուս նրա վարքագիծը կան փաստեր, որոնք ասում են գլխի ժողովուրդը չի ընդունել ու այսօր էլ այդ փաստերն առկա են։ Մի մարդ, որը հակահայկական, չգիտեմ, քաղաքականություն է վարք է ունեցել, կոնկրետ թիվն է կրկնապատկել հայեր գնդակարողները, բերում արձանը դնում եք, ինչու Լենինը հանեցին։ Այդպես բերենք Թալյաթին էլ դնենք, շատ ներողություն իհարկե որ համեմատում են, ուցե մի քիչ բան չունի, սա է։ Այստեղ մի ներկայություն կա, ես կարծում եմ պետք է աչքի առաջ առնել։ Ես ամենասկզբից էլ ասացի, որ դեմ եմ արձանը դնելու, բայց մի մոռացեք, որ խոսքը գնում է մի մարդի մասին, որը 17 կարծեմ թվականից արդեն աշխատում էր կոմունիստական այդ հավասյան, բոլշևիկյան, Բաքվում, Ադրբեջանում, հետո տեղափոխվեց բավական ուշ արդեն Ռուսաստան, Մոսկվա, բան եւ այլն։ Եվ այստեղ պետք է հաշվի առնենք մի բանը, որ այն ինչ որ պայքար էր գնում լավ է, վատ է, բայց դա գաղափարական պայքար էր կոմունիստական բոլշևիկների ընդդեմ դաշնակների։ Հիմա այդ պայքարի մեջ, այսինքն այդ պայքար հասկացողությունը մարդկությունը միշտ է ունեցել, չէ՞։ Օրինակ համար, ասենք քրիստոնեական պատմությունը մեր որ վերցնենք, քրիստոնյաները ընդդեմ, ասենք թե կռապաշտների կամ ասենք թե մուսուլմանների դեմ, խաչակրանց արշավանքները հիշեք բան եւ այլ, այսինքն գաղափարական պայքարը ինքը գոյություն է ունեցել ամբողջ մարդկության ընթացքում։ Հիմա ես չեմ կարծում, որ Միկոյանը որպես հայ մարդ նրա կենսագրությունն էլ իմանալով պայքարել է հենց հայ ժողովրդի դեմ։ Նա բնականաբար պայքարել է դաշնակների դեմ։ Եվ այդ նկատի ունենալով ժամանակը, երբ որ բոլշևիկները, դաշնակները, թակամարտություններ, դաշնակցական առաջին հանրապետություն եւ դրանից հետո երկրորդ հանրապետություն արդեն բոլշևիկյան։ Բնական է այդ պայքարը։ Ես կուզենայի, որ որպես անձ, որպես մարդ նրան չհակադրել հայ ժողովրդին, այլ հակադրել, ասենք թե բոլշևիկին դաշնակցության հետ, որովհետև իրականում այդպես է եղել։ Բնականաբար եղել է։ Բայց նրան չեն ապահովում։ Ես ճիշտը որ ասեմ, երեք հենց Միասնիկյանի արձանի մոտով մեքենայով անցնում էի, քաղաքապետարանում էի եւ մտածում էի ոնց է որ օրինակ Միասնիկյանը մինչև հիմա մնացել է,
եւ ոնց է որ Շահումյանը մնացել է 26 կոմիսարներից մեկը 26 կոմիսարներին եթե չգնդակահարեին ինչա նրանք Միկոյանից ուրիշ մի քաղաքականություն էին վարելու իհարկե չէ ճիշտ է Շահումյանը ավելի գեղեցիկ անցյալ ունի բայց այդ հանգամանքը որ Շահումյանը եղել է բոլշևիկ իսկ կային դաշնակներ որոնք հակառակ էին բոլշևիզմին բերել էր այդ պայքարին անկասկած 700 դաշնակի թիվեր նշել մնացածը 1500-ից մտավորականներ էին այնտեղ որ ինքը համենը առաջնորդներին էր ուզում որ կապել ճիշտ է այդ բոլորը այդպես է բայց ես ուզում եմ նորից ասել որ ոչ թե ընդդեմ հայ ժողովրդի այլ ընդդեմ գաղափարական թշնամուն իրանց բայց դա 37 թիվ գնդակահարողները հայեր էին ճիշտ է հայեր էին բայց հնարավոր է որ դաշնակցական հայեր եւ Ղարաբաղի հարցով էլ նրա ասում է այդպեսի տարբերակ կա որ նպաստել է որ Ադրբեջանի կազմում լինի Ղարաբաղը ոչ թե Հայաստանի այդ էլ կա եւ այսօր մենք Ղարաբաղի համար այդքան հաստատ արմատ իրենից է գալ Զանգեզուրն էլի փառքասով նժդեհը պահեց այդ փաստերն էլ կան մի բան էլ դուք ասեցիք այն մասին որ իրատաղայի հոդվածներից բանից կարծեմ ասացիք որ վաղ կար որ եթե նա հայամետ քաղաքականություն վարեր Ստալինը չգիտեմ բայց այդ ոչ հայամետ քաղաքականությունը վարվել է դեռ այն ժամանակ երբ որ հլա դեռ Ստալին չէր Ստալինից շատ ավելի առաջ արդեն այդ պայքարը որը ես ասում եմ կուսակցական պայքար էր ոչ թե ժողովրդի դեմ պայքար վարվում էր հենց այն ժամանակ էլի դաշնակցականների դեմ այդ դա իհարկե չի մեղմացնում մարդու մեղքը բայց հայկական հանրագիտարանում իհարկե կա այսինքն եթե դրամաբանությամբ եք առաջնորդում պետք է չլինի նաև բայց ինքը լուրջ ներդրում է ունեցել Կարիբյան ճգնաժամի մեջ Կուբայում օրինակ ես առիթ ունեցել եմ զրուցել Ֆիդել Կաստրոյի որդու հետ բացառիկ դրվատանքով են խոսում այնտեղ կարող են կանգնեցնել թող էլի եմ կրկնում թող հասարակական հարցում կատարեն լսումներ կատարեն մարդկանց հետ քննարկումներ հասարակությունը ինչ վերաբերում ի վերջո դնել թե ոչ Եթե այս է խնդիրը, բայց պրակտիկան եթե լիներ, ասենք նժդեհին չենք կարող ասել, որտեղ նժդեհին միանշանակ ուզում է, ասենք ոչ ոք դեմ չի կարող։ Տեսեք, Դեմիրճյանի արձանը դրվում է, ժողովուրդը սիրում է եւ ուզում են դնել։ Կարող են հատուկ այդ մարդիկ գտնվեն, որ դեմ լինեն, բայց դա կարծիք, ուզում ասեմ, հա, վերջ, կարող են մի երկու, բայց այս պահը չի, որտեղ հսկայական զանգված կա, զգում ենք ամենտեղ դեմ են։ Դրա համար թող լսումներ, քննարկումներ։ Ասեմ, գուցե գտնվեն 1-2 հոգի կամ մի խումբ փոքրիկ խումբ, ասել չենք ուզում դեմել։ Բայց դա քանակ որակ չի կազմում։ Իսկ Միկոյանի դեպքում արդեն տեսնում ենք, որ Ավականին ճիշտ հակառակ պատկերն էր, Ավականիում մեծ մասը կողմ էին։ Դե Ավականին հրահանգ է ստացել, ես ասում եմ, կապվում է Մաքսային միության հետ եւ այլն ճարտարապետին էլ են հրահանգել հենց այնպես, հանկարծ գիշերի երազ չի տեսել գլխավոր ճարտարապետը կամ հանկարծ այսօր չեն որոշել, ինչու։ Դա արդեն Մաքսային միություն եւ այլն կա։ Չէ, ինչ վերաբերում է Ավականուն, ես եղել եմ Ավականու անդամ եւ ասեմ, որ հնարավոր է որ նրանք ոչ մի առաջադրանք էլ չեն ստացել։ Այդ նման դեպքերում ուղղակի մարդիկ չեն խորանում խնդրի մեջ։ Նույն Թամարա Պողոսյանը, որը մշակույթի հանձնաժողովի նախագահն էր, չէ, նրան երբ որ հարց են տվել, թե ինչպես եք այդ հարցը բերել հասցրել մինչև Ավականուն նիստի, առանց խորանալու Միկոյանի կենսագրության մեջ, նա ասել է, որ ես չգիտեմ էլ կենսագրությունը, ոչ էլ պարտավոր եմ իմանալ, ո՞նց պարտավոր չես իմանալ։ Պարտավոր ես, չէ։ Ինչպես ձեզ հայտնի ով է լինելու քանդակը։ Ազգարուն չէ, հայտնի չէ։ Այսինքն մեր հայաստանյան է, մեր դպրոցից